Սիրելիներս, այս աշնան գեղեցիկ տեսարանով եմ ձեզ հյուր եկել, իմ լավ բարեկամներ, ինչպես եղանակն է մեկ անձրևոտ, մեկ արևոտ, այնպես էլ մարդու հոգին մեկ փոթորկված, մեկ անձրևոտ, մեկ ուրախ, մեկ էլ տխուր, իմ լավ բարեկամներ: Իսկ հիմա դեմքով սիրով ձեզ ասում եմ բարև ձեզ իմ թանկագին բաժանորդներ ջան, այսօր օրը կիրակի, վայելեք կիրակին, օրհնյալ կիրակի լինի բոլորիս համար, իմ լավ բարեկամներ, այսօր պատրաստելու եմ շատ համեղ խառը թթու: Սիրելիներս, մինչ հոլովակը սկսելը, խնդրում եմ լայքեք տեսանյութը, որպեսզի հնարավորինս շատ տարածվի և բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին: Իսկ հիմա ամուսնուս հետ միասին կսկսենք մաքրել թթվի համար նախատեսված բանջարեղենները: Մնացեք մեզ հետ և կտեսնեք, թե ինչպես համեղ թթու եմ պատրաստելու: Ծաղկակաղամբն ենք հիմա մաքրում, համ էլ խոսում ձեզ հետ: Աշուն է արդեն, թթուն դնելու ժամանակն է: Որ թթուն դնենք: Այսօր ձեզ սիրով ցույց կտամ իմ պատրաստման եղանակը, ճիշտ աղաջուր պատրաստման եղանակը, որպեսզի թթուն չծորա և չփափկի: Իսկ հիմա մաքրում եմ տերևները, ամուսինս բաժանում է կտորների և ուշադիր զննելով, որպեսզի արանքները լինում են կանաչ որդեր հանկարծ չլինի, շատ ուշադիր զննում ենք, ասում խոսում և մաքրում: Սիրելիներս, իմ պատրաստման աղաջրի տարբերակով ստացվում է շատ խրխրթան և անչափ համեղ: Սիրով ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ իմացածը: Թե ինչպես եմ պատրաստում, ինչ եմ անում, ոնց եմ անում: Սիրելիներս, ես ինչպես պատրաստել եմ երկար տարիներ, այդպես էլ պատրաստելու եմ և ձեզ ցույց տամ: Ստացվում է շատ ընտիր: Հիմա մյուսը կմաքրեմ, սա հավաքեմ: Միշտ միասնական ենք, ինչ գործ անում ենք միասին, ընտանիքով, ընտանիքի անդամներով, թոռներով, ամուսնով, հարսով, որդով: Սիրելիներս, վերջում էլ ընտանիքով սուրճ ենք խմում, հաց ենք ուտում, զրուցում մեր առօրյայի մասին, մեր արած գործերի, թե հետո ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք: Միշտ խորհրդակցում ենք մեկս մեկի հետ, բոլորիս կարծիքն էլ բերում ենք մի կարծիքի, թե ոնց, ինչ և ինչպես պետք է արվի տնային գործերը, թե գնումները, թե տնային աշխատանքները, թե պատրաստելը, թե ճաշը, ամեն ինչ: Սիրելի բարեկամներ, և սիրով ձեզ հետ էլ կիսվում եմ, ասում խոսում եմ, իմ առօրյան եմ ցույց տալի ձեզ, իմ արած գործերն եմ ցույց տալի, ինչ գիտեմ նա էլ փոխանցում եմ ձեզ: Հիմա մենք սա կմաքրենք, կվերջացնենք, նոր արդեն կսկսենք լվանալ, պատրաստել բաղադրիչները: Այստեղ որդիս է լվանում, չթողեց որ ես լվանամ, չի թողնում, ասում է չէ ջուրը սառն է, ձեռքդ կսառի: Տեսեք ինչ որդի ունեմ, միշտ օգնում է, միշտ, ամեն հարցում: Բանջարեղենները կլվանա, ես էլ կմաքրեմ: Թող Աստված պահապան լինի իմ որդուն և բոլորի որդիներին: Սիրելիներս, մեր որդիները մեր թիկունքն են, մեր կյանքն են, մեր ապագան են, մեր կյանքի իմաստն են: Հիմա հերթով լվանում է, սա էլ մեր բազուկն է, այն շորով է լվանում, որը երեկ գնել էի, շատ լավ մաքրում է, գիտեք, շատ ցեխերը մաքրում է, ընտիր լվանում է: Ասեցի փորձի: Հիմա լոլիկներն էլ լված, բայց էլը ունենք լվանալու: Սիրելիներս, այս դույլը սննդի համար է նախատեսված, ես ձեզ ցույց կտամ: Վրան նշանը կա, պատառաքաղ գդալ կա վրան և այս դույլի մեջ եղել է
ֆիստաշկայի կրեմ, այնպես որ անհոգ եղեք, սա սննդի համար նախատեսված դույլ է։ Մեկ անգամ հոլովակում նշել էր մի հետևորդուհի, որ չի կարելի այսպիսի դույլի մեջ թթու դնել։ Ես մինչև Հայաստան գնալս թթու էի դրել այս դույլի մեջ։ Իսկ հիմա ցույց եմ տալի բոլոր բաղադրիչները։ Տանձ, կիտայսկի է, տանձ եմ դնելու, այստեղ արդեն լվացած կեղևները հեռացրած կտրտած բանջարեղեններն են։ Մեր հողամասի կարմիր բազուկն է, սպիտակ չունենք, կարմիրով կանեմ։ Այստեղ սխտոր, սամիտ, քյարավուզ, նեխուր, դափնու տերև, սամիթը որ գնել է, ծաղկակաղամբ, կաղամբն էլ արդեն կտրատել ենք, պատրաստել ենք, բոլոր բաղադրիչները պատրաստ են, լոլիկներն էլ են պատրաստ։ Դե ինչ, արդեն բոլորը պատրաստ լվացած են, տեսնում եք, ցույց եմ տալու, ինչքան լավն է, ընտիր։ Հիմա սկսեմ, սիրելի հետևորդներ ջան, հավաքելը։ Դե սկսենք հավաքել։ Սկսենք շարել հերթականությամբ։ Հիմա լցնում եմ սեղ պղպեղը, դափնու տերև մի քանի հատ, սխտոր, շարք շարելու եմ։ Սամիտ, հիմա բաժանեմ մասերի, կիսաչոր, շատ չոր չէ։ Հիմա նեխուր, մի քիչ թարմը սամիտ, հետո նեխուրը կդնեմ։ Մեր հողամասինն է դարձյալ, 2,5 կանեմ, չեմ խաշել սիրելիներս, ես ոչ մի անգամ չեմ խաշում։ Հիշում եմ Հայաստանում խաշում ենք նեխուրն էլ, ճավն էլ, չեմ խաշում։ Այսպես կարմիր ավելացնում եմ կարմիր բազուկ, գյազար, հերթով, ճավը, բազուկի տերևները, տեսնում եք, այն մանգոլ սորտն է, մի քիչ կար, մնացել էր, դա էլ եմ դնում, լայն սորտի։ Հիմա ծակծկում եմ տանձը, կիսուրս միշտ ձմեռնուկ տանձ էր դնում թթուի մեջ, շատ համովեր, ընտիր համ էր ունենում, շատ։ Սա կիտայսկին եմ գնել, այնքան որ համ տա թթվին, համեղ լինի, անպայման պետք է ծակծկենք, որ ջուրը մտնի մեջը և ավելի ջրալի լինի։ Հիմա պղպեղն էլ այսպես կիսում եմ, պղպեղներն էլ 3-4 տեղից ծակում եմ, որպեսզի ջուրը մտնի մեջը։ Հիմա այսպես կարող ենք կտրվածք էլ անել, միայն չծակծկենք, պոչի մասը մի քիչ կտրում եմ, կարող ենք չկտրենք, երկար թողնենք։ Կտրված ասեցի, չէ, ջուրը լավ մտնում է պղպեղների մեջը։ Հիմա կշարեմ ծաղկակաղամբը, սիրելիներս, շարելու շարքերից ծաղկակաղամբը, հետո պամիդորը ոչինչ չի փոխվում համերը, ոնց ձեզ սրտին դուր է գալիս շարելը, սկզբից ծաղկակաղամբը, թե լոլիկը, հետո կաղամբը, դա արդեն ըստ ձեր ցանկության է։ Ես էլ իմ ցանկությամբ հերթով շարում եմ։ Այսենց շարելով կրկնում ենք բոլորը։ Հետո նորից սև պղպեղ, կանաչիները, հիմա լոլիկն եմ դնում։ Նորից, սիրելիներս, ծակծկում եմ լոլիկը, անպայման, այսպես։ Լոլիկն էլ եմ ծակծկում, որքան հնարավոր է մի քանի տեղից։ Սիրելիներս, լոլիկը, որ ծակծկում եմ կամ կտրվածք եմ տալիս, նկատած կլինեք, տարաներով թթուները պատրաստելու ժամանակ էլ եմ այդպես անում։ Հիմա շարում եմ արդեն կաղամբները։ Այսպես հերթով, հիմա կմտածեք, ինչու եմ չէ այդ երկու մեծ դույլով դնում, որովհետև սիրելիներս, աղջկաս էլ եմ հյուրասիրում, մենք էլ ենք ուտում, հյուրասիրում եմ ճաշերի հետ, լոբու հետ, կարտոֆիլի հետ,
ուտվում է թթուն։ Մի մոմենտ է թթուն, այն լավ, որ սկսում է արդեն բռնվել, այդ ժամանակ ես լավ ուտում։ Պղպեղը ցույց եմ տալիս նորից, վերևի շերտում դնելուց, որ ես կտրվածք էլ եմ անում, դուք էլ կարող եք անել։ Այսպես, ուրախությունով ուտենք, անուշ ուտենք, խաղաղ, առողջ ուտենք, սիրելիներս։ Սա էլ մյուս վեդրոն է, որ շարում եմ։ Ահա շարեցինք, վերջացրեցինք, հիմա երեսը դրեցի թարմը, սամիտ, 4 սամիտ և բազուկ։ Տեսնում եք, պիտակի վրա արդեն ցույց եմ տալիս նշանը, Մարինկան կարող է լավ մոտիկ չի բերել, լավ չի նկարվել, որ կարելի է օգտագործել սննդի մեջ։ Ջերմոցում բոլոր գործողությունները հավաքելը կատարեցինք ջերմոցում։ Իսկ հիմա տանենք ներս, որպեսզի աղաջուրը բռնենք։ Սիրելի հետևորդներ ջան, ցույց եմ տալիս, թե կես կիլոնոց տարայի մեջ ինչքան աղ է հարկավոր լցնել թթվի համար։ Սիրելիներս, ես արդեն պատրաստել եմ թթվի աղաջուրը, հալվել է, հիմա լցնում եմ բաղադրիչների վրա։ Այնքան կլցնեմ բաղադրիչները մինչև ծածկվեն։ Ծածկվելուց հետո ծանրություն կդնեմ, կթողնեմ 4 օր, 4-րդ օրը ձեզ ցույց կտամ։ Հիմա ասում եմ ինչքան ջրին, ինչքան աղ եմ ավելացրել, 10 լիտր ջրին ավելացրել եմ կես կիլոգրամանոց տարայով, ոչ շատ լիքը աղ, մանր աղ եմ օգտագործում ես, սիրելիներս։ Հիմա ցույց եմ տվել, արդեն ձեզ դուք էլ տեսաք։ Սիրելիներս, պատրաստեցինք մեր խառը համեղ թթուն, որդիս խորոված է պատրաստում, տեսնում եք ինչ ընտիր թարմը միս է։ Ասեմ, որ ոչինչով չի համեմում, սիրում ենք, որ միայն աղը ցանես, թարմը մսին պատրաստես խուլված և վայելես։ Ընտանիքով ենք, աղջիկս ժամանակ չուներ, որ գար, զբաղված էր, մենք մեր ընտանիքով ենք։ Սիրելիներս, սիրով ձեզ ցույց տվեցի թթվի համեղ բաղադրատոմս պատրաստեք, համտեսեք, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը և լայքեք, սիրելի հետևորդներ ջան։ Բաժանորդագրվեք, որ շատ տարածվի հնարավորինս։ Յութուբյան ալիքին շնորհակալություն, որ ինձ հետ էիք, լավն ու բարին ձեզ հետ լինի։ Այստեղ էլ արդեն պատրաստ է խորովածը, սեղանը, այս թթուն, որ մինչև Հայաստան գնալս պատրաստել էի, վերջին ափսեն է, արդեն վերջանում է, կակռած համընկնեց, սա վերջացավ, նա էլ արդեն կբռնվի, կուտենք, ցտեսություն։